Այդ պահին չեմ հասկանում ոնց պահա գտնում զանգահարում է հայրիկին։ Եվ հորը ասում է, որ պապ ջան, ես շրջափակման մեջ եմ, սա իմ վերջին զանգն է։ Ձեզ լավ կնայեք, ես պետքա զոհվեմ հերոսի մահով։ Եթե պիտի ընկնեմ հերոսի մահով։ Ու մենք 8 ամիս չենք իմացել, որ Ռոբերտը ինքն է իրեն կզակի տակից անմահացրել։ Երբ որ դատաբժշկի պատասխաններ եղավ, մենք ցնցված էինք։ Ինքը ինչքան ուժ ունեցել, ինչքան է կարողացել պայքարի ու զգացել է, որ պիտի թշնամուն գերի հանձնվի, որովհետև իրանք շրջափակման մեջ են եղել։ Ինքը մի կրակոցով կզակի տակից իրեն անմահացրել է։ Այդ ոչ թե ես եմ ասում խոսքերով, այլ դատաբժշկի փաստերով։ Եվ դրանից հետո, անկեղծ ասած, 3 տարի պայքարել եմ, որ այո, Ռոբերտը արժանի է հերոսի կոչման։ Դա ոչ թե էլ եմ ասում, ես եմ ասում թղթերի հիման վրա, որ դատաբժիշկը անգամ իրենք էլ փաստեցին, որ Ռոբերտը հերոսի մահով է մահացել։